Սևանի Լազուրե ափը մեկ շաբաթով վերածվել է նորարարության և տեխնոլոգիաների գերակտիվ կենտրոնի։ Մեկնարկել է տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառումներից մեկը՝ Seaside Startup Summit Armenia 2026-ը, որը մինչև օգոստոսի 1-ը նույն հարթակում համախմբելու է աշխարհի տարբեր կողմերից Հայաստան ժամանած հազարավոր մասնագետների։ I think yes, we got the fire. Welcome to Seaside Startup Summit 2026. Վրանային ճամբար, տասնյակ տաղավարներ, նորարար գաղափարներ ու գործարար հանդիպումներ, աշխարհի ավելի քան 50 երկրից, Հայաստան ժամանած շուրջ 250 ստարտափերներ, ներդրողներ, տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ ու փորձագետներ Սևանում են իրենց գաղափարները ներկայացնելու եւ ներդրումներ ու գործընկերներ գտնելու հստակ մտադրությամբ։ Startups. Seaside Startup Summit-ը վաղուց արդեն պարզապես միջոցառում չէ, սա միջավայր է, որտեղ մեկ շաբաթ շարունակ մարդիկ ապրում, աշխատում եւ ստեղծում են միասին։ Այստեղ ստարտափերները հնարավորություն են ստանում անմիջականորեն շփվել ներդրողների, միջազգային փորձագետների եւ գործընկերների հետ։ Մեր նպատակն է, որ հենց այս հարթակում ծնվեն նոր համագործակցություններ, ներդրումներ եւ գաղափարներ, որոնք հետագայում կվերածվեն հաջող բիզնեսների, ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային շուկայում։ Կազմակերպիչների խոսքով նպատակը պարզապես հերթական ստարտափի անցկացումը չէ։ Այստեղ ձևավորվում է միջավայր, որտեղ գաղափարը կարող է վերածվել բիզնեսի, իսկ ծանոթությունը երկարաժամկետ համագործակցության։ Տարվա ընթացքում մշակված նախագծերը հենց այստեղ են ներկայացվում ներդրողներին միմյանց հետ մրցելով, ֆինանսավորման աղբյուրներ գտնելու եւ միջազգային շուկա դուրս գալու հնարավորության համար։ Մեզ համար կարևոր է, որ Հայաստանը դառնա այն վայրը, որտեղ համաշխարհային ստարտափ էկոհամակարգը հանդիպում է, կիսվում փորձով եւ միասին ստեղծում ապագայի լուծումները։ Համոզված ենք այստեղ ներկայացված բազմաթիվ նախագծեր շուտով դուրս կգան միջազգային շուկա։ 7-օրյա ծրագրում նախատեսված են պանելային քննարկումներ, վարպետության դասեր, ներդրումային փիչինգներ, անհատական մեթոդական հանդիպումներ եւ թեմատիկ գագաթնաժողովներ։ Այս տարի առավելապես մեծ ուշադրություն է դարձվում արհեստական բանականությանը, արգոտեխնոլոգիաներին, հանքարդյունաբերական նորարարություններին, գինեգործական տեխնոլոգիաներին, կիբերապահովագրությանը, ինչպես նաեւ բնապահպանական նախաձեռնություններին։ Seaside Startup Summit-ի շրջանակում անցկացվելու են նաեւ Sevan Iviralin եւ մի շարք այլ միջոցառումներ, որոնք տեխնոլոգիական համադրում կապում են կրթության, բնապահպանության եւ կայուն զարգացման հետ։ Իդեպ այս տարի ներդրվել են անվտանգության ուժեղացված միջոցառումներ, մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով մուտքը իրականացվում է բացառապես QR կոդերի միջոցով, իսկ տարածքում իրականացվում է խստացված հսկողություն։ Այս փոփոխությունները նպատակ ունեն ապահովել արագ, վերահսկելի եւ անվտանգ մուտք, ստեղծելով առավել կազմակերպված եւ պահպանված միջավայր բոլոր մասնակիցների եւ հյուրերի համար։ Seaside Startup Summit Armenian միշտ հայտնի է եղել միջոցառում, որտեղ կառուցվում են հարաբերություններ եւ դրանք ոչ միայն բիզնես հարաբերություններ են, դրանք նաեւ մարդկային հարաբերություններ են, ընկերական հարաբերություններ են եւ այս միջոցառման մեջ ամենակարևոր բանը, որ մենք միշտ ցանկանում ենք պահել, դա էմոցիան է։ Վերջին տարիներին Seaside Startup Summit-ը դարձել է ոչ միայն հայկական, այլև միջազգային ստարտափ էկոհամակարգի կարևոր հարթակներից մեկը։ Միջոցառումը հնարավորություն է տալիս հայկական թիմերին ներկայացնել իրենց լուծումները միջազգային ներդրողներին, իսկ արտասահմանյան ընկերություններին բացահայտել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը։ Մասնակիցները վստահ են, նման հարթակները նպաստում են գիտելիքի փոխանակմանը, նոր կապերի ստեղծմանը եւ այնպիսի նախագծերի ծնունդին, որոնք ապագայում կարող են մրցունակ լինել համաշխարհային շուկայում։ Մինչև օգոստոսի 1-ը Սևանը շարունակելու է հյուրընկալել տեխնոլոգիական աշխարհի ներկայացուցիչներին, իսկ շաբաթվա ավարտին պարզ կդառնա, թե որ գաղափարներն ու ստարտափերներն են այս տարի արժանանալու ներդրողների ուշադրությանը եւ նոր հնարավորությունների ճանապարհ բացելու դրանց կյանքի կոչման համար։ Քնարիկ Պետրոսյան, Տիգրան Հունանյան, ժամը լրատվական։